Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստան է մեկնել եւ իր խնդրանքով հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Ձեր գնահատմամբ ինչու է Փաշինյանը ընտրություններից 2 ամիս առաջ հանդիպում խնդրում Պուտինի հետ, արդյոք փորձելու է իր վերընտրության հարցում երաշխիքներ ստանալ եւ եթե այո, դա որքանով իրեն կհաջողվի։ Ես որքան գիտեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահ եւ ընդհանրապես ռուսական քաղաքական դիվանագիտական միտքը դաբրոներով չի առաջնորդվում։ Դա տիպիկ արևմտյան քաղաքակրթության էլեմենտ է, հաստատել, վերահաստատել, գանքեց անել, այս վերջերս նոր էլեմենտ մտավ, առևանգել, ուրիշ ինչ կա, սպանել։ Ռուսաստանի նախագահը նույնիսկ թշնամի պետությունների նախագահների կամ ղեկավարների հետ հանդիպում, որից խնդիր չկա, էլի։ Եվ երբևիցե անձնական հարթությունով չի դիտում, ըստիս, դա կոնկրետ ոչ միայն իրեն է վերաբերում, նաև իրեն, այսինքն դիտում է պետության շահերի տեսանկյունից։ Ավելի օրինակ նախկին ԱՄՆ նախագահ Բայդեն ազգանով մի ոմն կար, նա ասենք վիրավորական արտահայտություններ էր արել Ռուսաստանի նախագահի հասցեն, բայց այնքան կոռեկտ արձագանքեց, որ ասենք եթե չճանաչեր, կասի իսկապես այս մարդը խորքային առումով քրիստոնյա է, էլի։ Հիմա գնացել է ակնհայտ է, որ այդ ընտրությունների հետ կապված է, բայց կարծեմ ոչ միայն ընտրությունների։ Նախ հետցի հետ կապված, երկաթուղու հետ կապված կոնսենսուս կառավարում է փորձում փոխել կոնսենսիոն կառավարում։ Ատոմականի հետ կապված, հետո երկաթուղին միայն տնտեսական նշանակություն, այսպես գիծ չի, հա։ Ռուսաստանից բավականին կոշտ պատասխան էր հնչել այս առումով օրեր առաջ։ Դե ուզում ասել, որ դե հա հիմա եկեք այսպես էլի, որպեսզի գնահատենք գործողությունները հետխորհրդային հանրապետություններից բացի մեկից արևմուտքի համար բոլորը Ռուսաստանի դեմ այս կամ այն ձևով օգտագործելու գործիք են, ոչ ավել, ոչ պակաս, նայած ում ինչի համար են անում։ Օրինակ մեր Բալթյան հանրապետությունները հակառուսականությունը, ռուս էթնիկ տարին, ռուսախոսներին իրենց տարածքից ձգտում են հանել։ Հիմա օդային ճանապարհ են տվել ուկրաինացիներին, ուկրաինական անօթաչուները այդ կողմից հարվածում են։ Հիմա եթե վաղ Ռուսաստանը այդ մեր Բալթյան 3 հանրապետություններից, ասենք, թաց տեղ թողնի, աչուձախ լացուկոս կանեն, չէ՞։ Փաստորեն օդային տարածք եթե դու տրամադրում ես, դու արդեն մասնակցում ես ռազմական գործողություններին, բայց չեն հարվածում, չէ՞, մեր Բալթյան հանրապետությունները։ Հիմա սույն անձնավորությունը կեցված է դրսևորում, բացի Բելարուսից մնացածները օգտագործում են։ Ուկրաինայում դե արդեն պատերազմ է, գիտենք արդեն, քանի 4-րդ տարին է ագնում, 5-րդն է արդեն։ 4-ը լրացավ, 4-ը լրացել է։ Հիմա Հայաստանն էլ ինչ-որ ձևով դե օգտագործել, ու ակնհայտ էր են գլխից Արցախի հանձնում, Իրանի հետ սահմանը վերահսկելի այլոց կողմից եւ ոչ Իրան եւ նորմալ Հայաստանի իշխանություններ, հա, կապը լիներ, հասան դրան եւ պատերազմը սկսեց։ Հիմա մենք տեսնում ենք, չէ, որ իրականում Արցախի հանձնման նպատակն չէր, որ Ադրբեջանը իր տարածքները մեծացներ, այդպես փքված հնդուհավի նման մի նախագահ ունենար Աչուձախի վրա։ Խնդիրը այդ 102 կիլոմետր Արաքսի հովիտի Արցախի ինքնապաշտպանական ուժերի հսկողության ներքո տարածքները ՆԱՏՕ-ին տալն էր։ Իսկ այդտեղից մենք դեռ չգիտենք վաղը չեմ իսօր կարող ենք ենթադրել, այդտեղից կարող գործողություններ լինի դեպ ցամաքային եւ օդային, հա։ Նույնը մեր իսրայելական բավականին մեծ ներկայություն կա շրջաններում։ Ճիշտ է, նույնը 42 կիլոմետր Հայաստանի Իրանի սահման։ Հիմա Իրանը այդտեղից վտանգ է, չէ՞ զգում։ Իսկ նախկինում 144 կիլոմետր իր համար թիկունք էր ապահով։ Բայց դեպքում Իրանը ինչի՞ մի Ադրբեջանին շնորհավորեց իր տարածքային ամբողջականությունը այսպես կոչված վերականգնելու համար։ Եկեք այսպես, հա, նայենք։ Իդեպ նույն այսպես կսմիթը կա Ռուսաստանի հետ կապված, բայց նայենք իրականությունը որն է։ Եթե Արցախը, որը ինքնորոշվել է, չի ճանաչվել որևիցե երկրի կողմից, այդ թվում նաև Հայաստանի կողմից, սա արձանագրենք փաստեր։ 1, երկրորդ։ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի համար Ադրբեջանի նախագահին պետք էր միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ հիմնավորում։ Խոսքս 44 օրյայի մասին չի, որտեղ 44 օրյայից հետո Արցախը կար կորուստներով, բայց կար Հայաստանից սահման կար, որտեղ Ադրբեջանի որևիցե պետական կառույց, 3 կառույց պետք է լինեն,
գործառույթ չեն իրականացնում, չէ՞, սա արձանագրում ենք որպես իրողություններ։ Հիմա Հայաստանի օրվա իշխանությունները 22 թվականի Պրահայում հոկտեմբերի 6-ին տվեցին Ադրբեջանի նախագահային իրավունք մի կողմ նետել 4 երրակողմը, որի տակ իդեպ Ռուսաստանի նախագահներ, ինչու։ Որտեղ 4 երրակողմի իմաստը որն էր, հայ-ադրբեջանական թնջուկը բանակցություններով լուծելն էր, չէ՞, միտված։ Արցախի կարգավիճակը հստակեցված չէր։ Հա, բայց մինչև հստակեցնելը, այդտեղ շատ հարցեր կարելի է լուծել, չէ՞։ Առավելս որ դա նշանակում էր, որ Հայաստան-Արցախ կապը կար, որտեղ ռուս խաղապարներն էին, Արցախ ուներ այդ տարածքում իր բնակչությունը, իր զինված ուժերը եւ այլն։ Եվ հանձնաժողովներ Հայաստանի Ադրբեջանի դելիմիտացիայի դեմարկացիայի համար, չէ՞։ Հիմա Փաշինյանը ինչ հնարավորություն տվեց Ալիևին, որ պայն որ առաջինն այ դեպ ճանաչել Արցախ-Ադրբեջանի մաս, որը նշանակում է, որ Ալիևին տվել է իրավունք, որ Ալիևը տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների ղեկավարներին հիմնավորի, որ այն գործողությունը, որը 23-ի սեպտեմբեր 19-ին արվեց, դա հակաահաբեկչական գործողություն է, ավասիկ մի պետության տարածքում այլ էթնիկ խմբի զինված խմբավորումները վստահաբար որակվում են որպես ահաբեկիչներ, իսկ միջազգային իրավունքով ահաբեկչական խմբավորումները տվյալ պետությունը իրանք ունի ճնշել, ոչնչացնել, սպանել։ Իդեպ երբ մենք ասում ենք Արցախում մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն Բաքվում դատվում է, այդ մենք ենք, չէ՞, ռազմագերի է։ Ալիև այդպես չի ասում են նրանք ահաբեկիչներ են, որտեղ ես իրենց շատ ճիշտ է, որտեղ ես ձերբակալել եմ հակաահաբեկչական գործողության արդյունքում, համաձայն եք։ Սա է։ Այդպես ասած, համաձայն չեմ, բայց իրերի դասավորվածության Չէ, ուզում եմ եկեք փաստերով, էլի փաստերով։ Չէ, այդպես է փաստերով, այսինքն Ալիև ինչ որ ասում է հիմնավորում է։ Այդ հիմնավորումը հնարավորություն տվել է Փաշինյանը Ալիևին, Մակրոնը եւ Շարլ Միշելը, չէ՞, Պրահայում։ Որից հետո Արցախը այլևս Հայաստանի ճանաչումից հետո որևիցե երկիր, պատկերացեք նույն Ռուսաստանի Դաշնությունը, նույն Իրանի Իսլամական Հանրապետություն կամ այլ երկիր, անգամ Հայաստանը, չէին ասում, չէ, որ Արցախը Հայաստանն է կամ անկախ պետություն է, չէին ասում, չէ, որտեղ Հայաստանի ղեկավար կոչեցյալը արդեն ճանաչել էր Արցախը Ադրբեջանի մաս։ Հիմա մենք փորձում ենք որոշակի կսմիտ անել Իրանի, հետո Ռուսաստանի նախագահներին, թե ինչու է ճանաչել տարածքային ամբողջականությունը, երբ որ Հայաստանն է ճանաչել։ Հայաստանը եթե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն մեղմ ասած մենք մեր հավերին թողել, գնում ենք ուրիշներին ասում ենք ինչու եք ասել։ Իրենք ասել են միայն այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է։ Իդեպ ասեմ Ռուսաստանի նախագահի խոսքերը կոնտեքստից հանում են, Ռուսաստանի նախագահը երբ մի անգամ ավելի վաղ, գիտեք ինչ է ասում էր միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային իրավունքի տեսանկյունից էր ասում։ Բարձր եմ ասում, այսինքն այդ կոնտեքստը հանում է սկզբից, իսկ միջազգային իրավունքով իհարկե Արցախը մեծ հաշվով Ադրբեջանը, որտեղ անգամ եւ նույն Ռուսաստան նախագահը ասում էր անգամ Հայաստանը չի ճանաչել։ Համաձայն եք, այդ բառերը կար այդ իր խոսքի մեջ։ Եվ հետեւաբար արձանագրում ենք, որ այն ինչ որ այսօր կատարվում է Փաշինյանի Մոսկվա գնալի եւ այլն, ես կարծում եմ ինքը որոշակի առումով պետք է հիմնավորումներ տա, առավելից որ կա նպատակ եւ միտում Հայաստանից դուրս բերել 102 բազան, ռազմաբազան, սահմանապահներին, Ռուսաստանի ակնհայտ է, չէ, տնտեսական ներկայությունն է փորձարում դուրս դնել։ Այսինքն ընդհանրապես Փաշինյանին կարող են բացատրել, որ Ռուսաստանը ունի բավարարչափ լծակներ հակաքայլեր անելու։ Ցավոք սրտի այդ հակաքայլերը եւ Ռուսաստանի ղեկավարությունը ինչու չի անում։ Ինքը ասում է, որ տուժելու է հայ ժողովուրդը։ Ասենք պատկերացեք Հայաստանը դարձել է գյուղատնտեսական երկիր։ Մեր հիմնական արդյունը համբող ապրանքը գյուղմթերքն է, չէ։ Շուկան Ռուսաստանն է հիմնականում Ռուսաստանն է, այսպես։ Եթե Հայաստանը մտնում է Եվրամիություն, այլ գոտու մեջ, որը որ մենք գտնում ենք տնտեսական միության եւ մաքսային միության, ավտոմատ կերպով դու դուրս ես, չէ, գալու։ Հիմա քո ինչա գյուղնշանակության մթերքը պիտի գնա Եվրոպայում սպառվի, դե բարև ձեզ էլի։ Կամ ասենք գազի, էժան գազը, ընդ որում այստեղ իշխանության տարբեր հարթակներում, հա, այսպես ասենք, կանգնած անձինք բարբերաբար ասում են, որ մենք գազը պետք է գնենք առաջնորդին Ադրբեջանից, այսինքն անջատվի ռուսական գազը, նստածեն մեր ադրբեջանական գազի ասեղի վրա, որ պայն որ պետք է, այո, Արցախում Շուշի մտնողը
բան են, փական են դրել, երբ ուզում բացում են, երբ ուզում փակում են։ Հիմա այս իրողությունների ֆոնի վրա, այո, Փաշինյանը գնալու է եւ գնացել է եւ Փաշինյանը մեծ հաշվով ներկայացնում է Հայաստանը։ Մենք ուզենք չուզենք, բայց դա իրողություն է։ Հիմա եթե մեր ժողովուրդը արեց այնպես, որին ես խիստ թերահավատ եմ, որ Փաշինյանը կստանա, ինքս վիճակագրություն չունեմ, բայց այս վերջին իր քաղաքում եւ շրջաններում պատտվելուց ժողովրդի բուրըն սիրո դրսևորումը ինձ հուշում է, հա, եւ հետո դրսևորում եղավ, այո։ Ինձ հուշում է, որ այս մարդը, ասենք, տոկոս էլ կարող է չհավաքի, եթե օրինակ պետծառայողներին չասեն, որ դու պարտավոր ես գնալ քվեարկել ենթադրենք քաղաքպայմանագրի օգտին, օրինակ մարդկանց ասեն դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, որից է հետապնդում խնդիրներ չեք ունենա։ Իսկ այդ մարդիկ դրանց ճնշող մեծամասնությունը Փաշինյան չեն ընտրելու, քաղաքպայմանագրի չեն ընտրելու։ Իսկ այս մարդը մի քանի տոկոս, ընդ որում այդպես իրենք մի հայրական ապտակ ստացան Երևան քաղաքի բնակիչներից։ Ընտրությունների ժամանակ մենք տեսանք, չէ՞։ Այդ ռեսուրսով հանդերձ վարչական 9-10% ինչ է հավաքել։ Ընդհանուր մասնակիցների 9%-ն են ստացել, տարբեր կոմբինացիաների կիրառմամբ կարողացան իշխանություն պահել։ Դե, այսինքն մեզ գործիչները անասնագողություն են ասում դրան։ Ահա, ճիշտ է։ Այդ ես ուղղակի այդ վիրավորական որակումներ չեմ ընդունում, վերջին հաշվով իմ ժողովրդի մասն է, հա, գնում ձայն տալիս հիմա։ Եթե այսպես նայենք 18 թվականի մեր ժողովուրդը եւ այսօրվա ժողովուրդը սալուծորի տարբերություն է, չէ՞, եկեք։ Այսինքն փորձություններով, կորուստներով, զրկանքներով որ անցնում է մարդը որոշակի փորձառություն է ձեռք բերում, չէ՞, եւ հետո ճիշտ որոշում է կազմում։ Այո, կան ինչ որ շատ փոքր զանգված դա պետք չի ուռճացնել, որ այդքան շատ են եւ այլն։ Եվ հետաբար եթե հունիսի 7-ին մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը 70-80% գնացին ընտրություններ եւ իրենք ես կարծում եմ, որ այդ ընտրությունները մեր այս տարածքում պետության եւ ֆիզիկապես մեր լինելու ընտրությունն է։ Սա նույնիսկ ես զուգահեռում եմ 1918 Սարդարաբադ, երբ թուրքական բանակը այդ ճակատամարտում հաղթեր, այստեղ հայ չէր լինելու, վստահաբար չէ։ Հիմա սկզբունքորեն Թուրքիայի Ադրբեջանի խնդիրը նույնն է, ուղղակի գործիքակազմն է տարբեր։ Այն ժամանակ տակ պատերազմ էր, հիմա սառը եւ տնտեսական։ Փափուկ ուժի կիրառմամբ ավելի շատ։ Այ հիբրիդային պատերազմ, որ այս մտքի գիգանտները բարբերաբար կրկնում են, թիրախավորելով անուղակի Ռուսաստան, իրականում հիբրիդային պատերազմ մեր դիմաց իրականացվում է, որտեղ հիբրիդային է, եթե տակ պատերազմ չկա, հիբրիդը չկա։ Իշխանափոխություն է, չէ՞, գունավոր հեղափոխություն։ Եթե ասում են հիբրիդային տակ գետնի վրա մեզ հետ մարտնչել է, պատերազմել է երկու պետություն, ընդ որում Թուրքիան եւս մասնակցություն ունեցել է, որտեղ 44 օրյա երրորդ դաշտային բանակի հրամկազմն էր իրականում այդ պատերազմը որպես process կառավարում։ Եվ ըստ այդմ այդ հիբրիդային պատերազմի արդյունքում ինչ որ ժամանակ հետո այստեղ 300,000 փախստական, հետո 1 միլիոն փախստական կգան։ Հետո այստեղից արտագաղթ կլինի հայերի, հետո ժողովրդագրական վիճակը փոխեն, հետո պայմաններ կստեղծեն այդ կես միլիոն հայությունը, որ տակը ստեղ մնալու է, ինքն էլ դուրս գա։ Այսինքն դա էլ է, չէ՞, նվաճման ձև։ Եվ հունիսի 7-ը ես նույնականացնում եմ 18-ի Սարդարաբադի ճակատամարտի հետ։ Մեր երկրի քաղաքացիները իրենք դե հասկանան, որ այստեղ մենք ընդհանրապես ապրելու ենք, թե չէ։ Եթե տարիներ առաջ որից մեկը ասեր, որ Արցախում հայություն չի ապրելու, ցավոք ես 18 թվականին ասել եմ դրա մասին բարձրաձայնել եմ, ընդ որում ասել եմ այդ տարածքները պատերազմով է հանձնվելու, որտեղ այդ պատերազմներում նաև առողջ, մարտնչող, չերկնչող, չծնկող տեսակը մի մասը զոհվեց, դա փաստ է, չէ։ Այսինքն ես նաև հասկանում եմ, որ այդ մաս իշխանությունների եւ իրանց տերի համար գլխացավանք է, չէ, ապագայում դառնալու։ Եվ ըստ այդմ հիմա Փաշինյանը այստեղ գալու է իր կուսակիցներին ներկայացնի փայլուն հանդիպում, ժպիտներ, ամեն ինչ դա Եվրոպան մեր մեջ կինա, Ամերիկան մեր մեջ կինա, Ռուսաստանը մեր մեջ կինա։ Գոնե չի խանգարի։ Դե մեր մեջքին ասելով մեջքից հարված չի տա եւ վստահաբար չի խանգարի եւ այլն։ Հիմա սա է, այսինքն իրենց մոտ բավական լուրջ ճաքեր կան քաղաքպայմանագրում, էլի։ Եվ այնտեղ շատ սթափ մարդիկ կան, դու ծառայողներ են, որոնք տարբեր ոլորտներում մասնագետներ են մնացել են, իրենք հասկանում են, որ վերջին հաշվով Փաշինյանը ճողոպրելու է եւ իրենք մնալու են։ Հետո որոշակի պատասխանության չափ էս կորուստների, զրկանքների, հայրենազրկման համար իրենք էլ են կրելու։ Եվ իրենք այդ առումով բավականին այդպես մտահոգ վիճակում են։ Եվ այդ մտահոգությունը նաեւ հաճախ
փոխանցվում է Փաշինյանին ուղակի թե անուղակի, որն էլ մարդկանց հետ շփումներում առավելագույն հիստերիկ վիճակով է իրապահում։ Այդ հիստերիկությունը ներքին վախերի եւ լարումների եւ հոգեվիճակի դրսեւորում է, այո։ Մենք սրանց դեռ կանրադառնանք, բայց նույն Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, որ եթե ինքն ու ՔՊ-ն ոչ թե չընտրվեն, այլ սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա ամենաուշը սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Ձեր գնահատմամբ որտեղից է Փաշինյանը նման տեղեկության տիրապետում եւ եթե հաջողվի ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել, արդյոք նոր պատերազմն անխուսափելի է լինելու։ Ակնհայտ է, որ նման որոշում Ադրբեջանը չունի, ինձ համար պարզ է։ Շատ պարզամիտ է Փաշինյանը այդ առումով, հատուկ նույնիսկ սեպտեմբեր ամիսն է ասել։ Ինչու սեպտեմբեր, ասենք, եթե ոչ օգոստոս կամ հոկտեմբեր։ Որ մեր ժողովրդի մոտ պատերազմների հետ ասոցացվի աղետաբեր։ Այսինքն վախ միանգամից խոսի, շատ ճիշտ է, սեպտեմբեր, այսինքն հորինված է, 1, երկրորդ։ Այսօր Միացյալ Նահանգները չգիտի 2 օր հետո տարածաշրջանում ինչեր է, չէ՞ կատարվելու։ Այդ ոնց եղավ 6 ամիս հետո Ադրբեջանի նախագահը որոշում կայացրեց, որ եթե հանկարծ Փաշինյանը չընտրվի, ինքը կռիվա 6 ամիս հետո է լինելու սեպտեմբերին։ Տեսականորեն նման տեղեկատվություն հայտարարում է տվյալ երկրի արտաքին հետախուզության ծառայակիցները, աշխատակիցները կամ գործակալական ցանցը։ Երբ նայում ես այդ հետախուզության Հայաստանի իբր հետախուզության, հա, հաշվետվություններն ու գնահատականները հանրային լսարանի համար, այնտեղ Ադրբեջանը ոչ միայն պատերազմ, այլև ռազմական գործողություններ չի սադրելու, իսկ դրանք տարբեր բաներ են, հա։ Մենք էլ միանգամից Փաշինյան նման բան ասում, հիմարություն է, մարդկանց վախեցնելու։ Օրինակ գիտեք ինչ, Թուրքի ամենաբնութագրական հատկանիշը գիտեք որն է եղել, դաժանությունը, իր կայսրությունը ստեղծվել է դաժանության վրա։ Սա ինչի հիշեցի։ Եվ դաժանությունը ոչ թե ներքին հոգեվիճակ է, այլ վախկոտ մարդն է դաժան։ Ուրեմն այդ դաժանությամբ դիմացինին երբ որ մահ է պատճառում, սպանում է, դաժանաբար է սպանում, իր մեջի վախերն է ինքը սպանում, էլ այսպես ասենք, հա, որ ցույց տա, որ ինքը վախկոտ չի։ Թուրքը ինքը վախկոտ է բոլոր ժամանակներում։ Եվ այդ վախը իր մեջ այդ բարդույթը խեղդելու համար ինքը առավելագույն դաժան է, դե որից այլ ազգ չկա նվաճող, որ նման դաժանություններ արած լինի։ Եվ հետաբար ես հիմա զուգահեռում եմ Փաշինյանի հետ։ Ինքը ներքին լուրջ վախեր ունի, եւ այդ իր վախերի պրոյեկցիան է այդ մարդկանց հետ, հա, հանդիպելու հիստերիկ վիճակ եւ այլն։ Եվ ըստ այդմ պատերազմի հետ կապված, երբ որ վախեցնում է, ակնհայտը սուտ է խոսում, ստախոս։ Ես մեկ-մեկ կես կատակ, կես տուր ջասում, սատանան, եթե երկիր մոլորակի տարբեր վայրերում պտտվում է, Հայաստան մոտենալիս ասում է, չէ, մեծագույն ստախոսը Փաշինյանը այստեղ է, ես իմ լավագույն աշակերտներից ես այստեղ չանեմ։ Իդեպ ասեմ ձեզ, Սատանան եւ Աստված իրանք խիստ բնութագրական են, այդպես վերացական չեն, հա։ Այսինքն այս մարդը ստով բերանը բացում է, ստով փակում է, հա։ Բայց սովորաբար եկեղեցու հետևորդը մեր եւ հավատավոր զավակը աղոթքով է, չէ՞, բերանը բացում, լույսը օրնություն, որը դու հետո լույսը տեսավ ամեն ինչ համար եւ այդպես էլ քուն է, չէ՞, մտնում։ Այս մարդը սուտ։ Իսկ իր հայրը ստության հայրն է, էլի Սատանան է։ Հիմա ինչ եմ ասում, սա երբ որ ասում է 6 ամիս պատերազմ եւ այլն, բոլոր վախերի համար է։ Որից մեկը ոչ Ադրբեջանում է նման որոշում կայացրել։ Սա կարող է ինչ անել, իդեպ ասեմ ձեզ, երկու ռազմական բախումները 20-ի սեպտեմբերի 27-ին, երբ 44 օրյան սկսեց, եւ 23-ի սեպտեմբեր 19-ին, երկուսի սադրողներ Փաշինյանն ա եղել, այսինքն սադրողացելով Ալիևի համար լավ իմաստով սադրող, իրան հնարավորություն ա տվել, պաս ա տվել։ Կազուսպելի է ստեղծել։ Առաջինը այդպես, իսկ երկրորդը երբ որ ճանաչել ա, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե պատերազմ, իսկ առաջինը 44 օրյան Ալիևը ասում էր դա 7 շրջանները վերցնելու գործողությունն է, որը ազատագրական է, անունն էլ հայրենական էր, չէ՞ դրել։ Այո։ Երկրորդը ինչ էր ասում, հակահաբեկչական։ Չէր կարող ասել պատերազմ, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Բրիտանիան ինչ պատերազմ է մղում։ Ինքը ասում էր հակահաբեկչական գործողություն։ Մայն երրորդը ինքը կարող է նման շանս տալ Ալիևին, գիտեք որն է։ Զորքերը մեր հրամանտական սահմանների մոտ եւ սկսեն կրակոստել, սադրել, տեսականորեն։ Կամ Ադրբեջանը կրակի, բայց մեր զորքերի կուտակում լինի։ Եվ հետո Ադրբեջանը ներկայացնի, որ հայկական կողմն է սարքել, սադրել, այսել նկարները տեսեք ինչքան զորք է կուտակել։ Բայց անգամ դրանից հետո պատերազմ չլինի։ Դա կլինի սահմանային որոշակի բախումներ։ Այո, կլինեն։ Այսինքն դա անի ընտրություններին հաջորդած շրջանում, եթե ինքը հեռանալու է մինչև իշխանության փոխանցումը։ Ընտրության գիշեր իմանում է, որ
ֆիասկո է ապրել, ասենք մի 3-4% է փաստացի ստացել, բայց այդ 3-4%-ը 65% չի նկարել, էլի։ Հիմա կասեմ 65% հետ կապված։ Այդ դեպքում ինքը իրավական ակտ են, չէ՞, ընդունել։ Բախում Ադրբեջանի հետ, բայց ոչ պատերազմ։ Արտակարգ եւ ռազմական դրություն եւ արդյունքները չեղարկում։ Ինչ կապ ունի այդ բախումը արդյունքները հետ։ Պատկերացնում եք ինչ իրավական ակտ են ընդունել։ Չեղարկում են նոր ընտրություններ։ Այսինքն սա, ինչպես ասում են, միշտ մենք ընդդիմությունը հիշի այդ պայստային տարբերակը։ Հիմա 65% հետ կապված։ Փաշինյան կոչեցյալին վստահաբար մասնագետները զեկուցել են, որ եթե ընտրություններում 5-10% կարող է հավաքի, առավելագույն չէ։ Հապա նոր սահմանադրության անկախության հռչակագիրը հանելուց վստահաբար ինքը կարող է 1% չհավաքի։ Առհասարակ կարող է չկայանալ այդ հանրաքվեն, որովհետև բավականին բարձր մասնակցության շեմ պիտի լինի 6 թե 700,000 եթե չեմ սխալվում։ Նույնիսկ տեսականորեն եթե լինում է եւ ինքը տոկոսը չի հավաքում, էլի։ Գիտեք, սա եւ հետո ասում են անդադ կանենք, հա, ինչպես ասում են։ Իսա նշանակում է, որ ինքը հող է նախապատրաստում սահմանության փոփոխությունը ոչ թե հանրաքվեով անել, որտեղ պարտվելու է, որտեղ հանրաքվեով ժողովուրդը այո չի ասելու այդ փոփոխություններին։ Ազգային ժողով, բայց ազգային ժողով էլի խախտում է, բայց գոնե ինքը պետք է ունենա սահմանադրական մեծամասնություն, որ սահմանության հոդվածներին կպնի։ Դեպ մի երկու հոդված այդպես խաղացրեց, չէ, փոխելու բավ։ Եվ հիմնավորի սահմանադրական դատարանել, քանի որ գրպանիշուն են դարձել, նրանք ասեն այո, ոչ մի սահմանության խախտում, սահմանության դեմ քայլ չկա եւ այլն։ Այդ 65%-ը դրա համար է ասում։ Այո, սահմանադրությունը փոխելը։ Սահմանությունը փոխելու ազգային ժողովը չհանդակվելով։ Պարոն Նահապետյան, օրեր առաջ դուք հայտարարեցիք, որ պատրաստ եք ուժեղացնել Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագիրը, ներդնելով ձեր ողջ ներուժն ու փորձառությունը։ Ընդդիմադիր այսքան ուժերի շարքում ինչու հենց նախապատվությունը Ծառուկյանի ուժին տվեցիք եւ կարող ենք ենթադրել, որ այս ուժից արդեն առաջարկ եք ստացել եւ մասնակցելու եք նրանց հետ ընտրություններին։ Ուրեմն ես փետրվարի 28-ին H2 հեռուստաընկերության հաղորդման ժամանակ ինձ վարողը հարց տվեց, ճիշտ է ինքը շեշտադրում ասեց անձնական հարց, թեև կարող է չպատասխանել, անձնական ինչև է։ Ես այս ընտրությունների կապված ես նորից եմ կրկնում, երեկ էլ News-ում լրատվականում լրագրող առաջին հարցը տվեց, ես որևիցե կուսակցության, նախ կուսակցական չեմ, մեկ, որևիցե կուսակցության կամ դաշինքի ցուցակով իմ ազգան դուք չեք տեսնի։ Պատգամավորի մանդատ չեք ուզում։ Ոչ։ Նույնիսկ կարող եմ ասել ինչու։ Իմ տարիքը այնքան երիտասարդ չի, որ ես իմ ժամերը ուղղակի անցկացնեմ ազգային ժողովում։ Ինչու որտեղ գտնում ազգային ժողովում պետք է լինի միայն իրավունքի մասնագետ, իրավաբան, որտեղ վերջին հաշվով ազգային ժողովը ինքը օրենք մշակող մարմին է։ Ցավոք մեր ազգային ժողովները օրենք ընդունող մարմին են, այսինքն կոճակ սեղմող։ Իմ տարիքը այն չի, որ ես գնամ ժամեր անցկացնեմ ուղղակի դատարկ տեղը։ Հիմա որտեղ եք տեսնում ձեզ ավելի շատ։ Սա ինչ վերաբերում է ցուցակների հետ կապված։ Սա առաջին, երկրորդ, ես ասել եմ, ինչու եմ ընտրել դա։ Ես սպասել եմ այնքան ժամանակ, մինչև 3 հիմնական ուժեր, Սամվել Կարապետյանի, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի, սկզբունքորեն այլ օգ չկան էլ, հա, այսպես ասենք ընդդիմադիր դաշտում։ Արման Թաթոյանի ուժն էլ է նաեւ ընդդիմադիր դիրքավորվում։ Ես քաշային կարգի, փորձառության եւ այլն չեմ ուզում համատեմ։ Ես այդ 3-ն եմ նայել, բայց նայել եմ ինձ առաջին հերթին հետաքրքրում է եւ ես գնահատում եմ անվտանգության եւ պաշտպանության հետ կապված ինչ մոտեցումներ, գնահատականներ, առաջարկներ կան։ Ինձ առաջին հերթին դա։ Եթե երկիր պաշտպանված չի եւ մեծ վտանգ կա, որ իսկապես կարող է պետականություն եւ տարածք կորցնենք, ապա մնացած ամեն ինչը տնտեսության զարգացում, աշխատատեղեր, ես առաջնահերթ չեմ նայում։ Հիմա կարող է շատ են ինձ հետ չհամաձայնվել, ես ուղղակի այդ առում շատ ավելի իրատեսական մարդ եմ, քան տեսաբան կամ երազող։ Դե բնականաբար, եթե անվտանգությունը չկա, մնացած ոչ մի բանը չի կարող լինել։ Հիմա ես նայել եմ 3 ուժերի կողմից ներկայացված, այնքանը որքանը որ ներկայացված է եղել, ընտրել եմ կոնկրետ առաջարկ Հայաստանի երաշխավորված խաղաղությունը ծրագիրը, որտեղ կետեր կան, որոնք փակագծերը կարելի է բացել, բայց ձևակերպումները ինձ համար արդեն տեսանել էր
այդ միավորի կողմից այդ ոլորտին վերաբերմունքն ու լրջությունը։ Ես անձին չեմ միացել կուսակցական, չեմ դարձել պատգամավոր, չեմ դառնալու, ես ասել եմ կոնկրետ այդ ծրագիրը կյանքի կոչելուն եմ։ Իմ փորձառությունը, գիտելիքները, անցած ճանապարհը եւ ոչ միայն իմ, ես որ ասում եմ ես իմ, ինձ հետ կան շատ համախոհներ, ընկերներ, որոնք ճանապարհն անց այդ թունավ իրենք։ Բայց եւ վերջում երեք էլ դա ես Յուսեյմ ու Ռուզաննայի մոտ էի հյուր ասել եմ եւ հիմա նորից կրկնում եմ, ես պատրաստ եմ ցանկացած ընդդիմադիր ուժ, եթե իմ գիտելիքի փորձառության կարիքը նույնիսկ այս պահում իրենք զգան խորհրդի կարգով վերլուծության կարգով եւ այլն, ես պատրաստ եմ, այսինքն եթե ես օժանդակում եմ ուժին, դա չի նշանակում, որ ես նույն խրամատում կանգնած իսկ այդ երեք ուժերը նույն խրամատում են, չէ՞, կասկածենք։ Գաղափարական առումով առնվազն իշխանափոխության համար նույն խրամատն է, երեքն էլ։ Եվ հետաբար ես ասում եմ, այս նույն խրամատում, եթե այլ ուժի կողմից, անձանց կողմից իմ գիտելիք, փորձառություն, վերլուծություն, գնահատական կարիք լինի, որ ես տամ, վստահաբար ես տալու եմ։ Սա ուզում ասեմ, սա ընդհանուր կռիվ է, էլի։ Այո։ Ուղղակի ես նախընտրել եմ խրամատի այս ինչ մասում առավել շատ լինել, բայց այդ չի նշանակում, եթե մյուս խրամատի մյուս տեղից ինձ իմ հնարավորությունները եւ այլն օգտագործելու անհրաժեշտությունները, ես ասել եմ չէ։ Ձեզ գաղափարական դաշնակից եք համարում նաեւ մյուս երկու ուժերին, որտեղ նրանք խնդիր են դրել այս վիճակը փոխել։ Ես էլ ընդ որում ես այդ առումով երևի ամենաշահագրգիռներից մեկն եմ, որտեղ 2018 թվականին դեռևս սրան իշխանություն չբերելու ժամանակ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ես դեմ էի խոսում եւ ցավոք սրտի այս արհավիրքը որ եկավ, ես այն ժամանակ դրա մասին խոսում եմ։ Ես հիշում եմ ապրիլի 13-ի ձեր հայտնի ելույթը, երբ նոր էր Նիկոլ Փաշինյանը Երևան գալիս։ Եվ պարոն Նահապետյան, քանի որ դուք երաշխավորված խաղաղության մասին խոսեցիք, Նիկոլ Փաշինյանը եւ իշխանական թևը հայտարարում են, որ եթե դուք երաշխավորված խաղաղություն եք ուզում, այսինքն միջնորդներ, անվտանգային համակարգ եւ այլն, այսինքն փաստացի վերաբանակցելու մասին է խոսք գնում, դա նշանակում է պատերազմի դուռ բացել, քանի որ դրանով դուք առ ոչինչ եք ճանաչում գործող գոյություն ունեցող խաղաղությունը եւ Ադրբեջանի ձեռքերը, այսպես ասած, արձակում եք նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչպես կարձագանքեք այս պնդումներին։ Դա ասենք հերթական հիմարությունն է։ Չկա նման բան։ Ուրեմն ասեմ ձեզ, օրինակ Պաղեստինի ժողովուրդը, այսպես իմ խոսքի արժեք գիտեք նաեւ ինչ որ զուգահեռներ են բերում, համատում են եւ մարդկանց համար ավելի ընկալելի է։ Օրինակ Պաղեստինի ժողովուրդը առ այսօր ուզում է անկախ պետություն ստեղծել։ Ինչի համար է ուզում։ Այսինքն այդ ինչ է, մի քանի հազար տարվա իրենց երազանքներ, թե իրավական ակտ կա։ Կա իրավական ակտ, կա 1948 թիվ։ Այդ տարածքերը, որտեղ հիմա Իսրայել կա որոշում նաև Պաղեստին պետության ստեղծման, ճիշտ է։ Այո։ Ուրեմն այդ ժողովուրդը պայքարը մղում է, կարող 100 տարի հետո է հասնում իր նպատակին։ Հրեա ժողովուրդը 2000 տարի հետո չէ հասավ այդ նպատակին։ Եթե կա իրավական ակտ, ամենաբարձրագույն ժողովուրդների համակեցությամբ եւ կառավարման զբաղվածանի կողմից այն է Միացյալ Ազգերի կազմակերպության։ Ուրեմն ժողովրդի պայքարը արդարացված է, ընդունում ենք։ Այլ բան է, որ ինքը կարող է այս պայն պարտվի, վաղը մի մասը ոչնչացվեն, մյուս ժամանակ 10, 20, 50 տարի հետո ավելի ուժեղանա, չէ՞, այդպես է, չէ՞, ուր են Բաբելոնը, Ասորոստանը, Եգիպտոսը, հին Ռոմը, փարավոնների չկան, չէ՞, շումերները, Հիքսոսները չկան։ Եվ հետաբար ես սա հիմա ինչու եմ ասում։ Արցախի հետ կապված կա 4 փաստաթուղթ, որը իրավական ուժ ունի, դեպ ասեմ ձեզ։ Որևէ մեկը չի հրաժարվել ու չի չեղարկել դրանք։ Շատ ճիշտ է, դա 4 երրակողմն է։ 4 երրակողմով Արցախում հայերը պետք է ապրեն, փաստը չէ։ Իհարկե։ Հայաստանի հետ պետք է կապ լինի, չէ։ Արցախում մեծ հաշվով ինքնակառավարում պետք է լինի, ես ավելի շատ բանը չասեմ։ Իսկ այն չնշանակում, որ քանի այս 4 փաստաթուղթը կա, ինքը իրավական ուժ ունի։ Եվ եթե իրավական ուժ ունի, ցանկացած նոր իշխանություն, ելնելով իրավունքի դաշտից գոյություն ունեցող փաստաթղթերից,
ինքը կեցված կա դրսևորելու։ Իսկ ինչպես են Ալիևին ստիպելու, որ ինքը իր գործողությունները բխեցնի այդ փաստաթղթերից, քանի որ գործող իրավիճակը անհամեմատ իր շահերից է բխում, քան ձեր հիշատակած փաստաթղթերը։ Ալիևը ելնում է ուժի իրավունքի շեյր քայլեր տրամաբանություն։ Ասում եմ միջազգային իրավունք այլևս գոյություն չունի, ուժի իրավունք Այո, կա։ որ աշխարհում ստատուս քվո հաստատվի միջազգային իրավունքի ուժի կայացման եւ ուժի իրավունքի կայացման։ Այդ ժամանակ եւ պետություններ եւ միջազգային կառույցներ, որոնք երաշխավորն են աշխարհում դառնալու իրավունքի ուժի կյանքի կոչելուն, այդ ժամանակ մեր իրավունքի ուժով մենք հետամուտ ենք լինելու կյանքի կոչելուն։ Ես օրինակով պատական չբերեցի 1948 եւ 2026 թիվ։ Բավական երկար ժամանակ անցել, չէ՞։ Այո։ Բայց պաղեստինցիները հիմք են ընդունում 48 թվի այդ որոշումը եւ պայքարում են, զոհվում են, կորուստներ են ունենում, վերակազմակերպվում են, նորից են պայքարում։ Ուզում եմ ասել, այդ փաստաթուղթը ինքը խիստ այժմյական է։ Եթե որից մեկ ասում է այդ փաստաթուղթը ուժ չունի, առնվազն կամ ստում է, կամ գործից չի հասկանում։ Որտեղ որ պահին երկիր մոլորակի վրա հաստատվել է իրավունքի ուժը, իսկ հիմա մենք այդ process-ի մեջ ենք, իսկ դա հաստատվել է բազմաբևեռ աշխարհով։ Հիմա այդ կռիվն է գնում, հա միաբևեռ Ամերիկա, թե բազմաբևեռ աշխարհ։ Այսինքն Ամերիկան կամ հեգեմոն է, որը չի լինելու փաստացի այս Իրանի հետ մեծ ճակատամարտում վստահաբար ինքը պարտվել է, ուղղակի արձանագրման ձևերը պետք է ԱՄՆ ներկայաց վարչակազմը էլի գտնի վարկանիշը կամ դեմքը փրկելու, վարկանիշը չկորցնելու։ Որ պայն իրավունքի ուժը արդեն հաղթական է լինում, իսկ այս տարածաշրջանում Իրանի հետ այդ բախումից հետո հիմնական խաղացողները դառնալու են Ռուսաստանը եւ Իրանը, ապա Հայաստանի նոր իշխանությունները հիմք են ընդունում գոյություն ունեցող փաստաթղթերը, ընդ որում 4 փաստաթղթի տակ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրություն, հասկանում եք այդ փաստաթղթի կշիռը։ Եվ իրավունքի ուժով սկսում են բանակցությունները։ Ճանապարհը սա է։ Ես կարծում եմ այդպես, ոչ թե դու պիտի զինվես գնաս ազատագրես, որովհետեւ երբ որ ստատուս քվո է հաստատվում աշխարհում բազմաբևեռ, որից է պետությանը ձեռք չի տալիս նոր պատերազմ, ընդունում եք դա։ Այո։ Եվ պետությունների նոր խաղի կանոնները երաշխավոր են դառնում պետություններով, որպեսզի պատերազմներ չլինեն, համակեցություն լինի, չէ՞, հարաբերությունները, վեճերը բանակցություններով լուծվեն։ Օրինակ Ռուսաստանը մեծ հաշվով լուծեց շատ լուրջ թնջուկ, որը կար երկար ու ձիգ տարիներ Չինաստանի եւ Հնդկաստանի միջև։ Տիբեթ հետ կապված լուրջ խնդիր կար, անդադ արուներ չէ ծորում։ Ռուսաստանը միշտ որ դերակատարում ունեցավ, խնդիրները առաջնային բազմաբևեռ աշխարհի կայացման այդ երկրի ղեկավարներին ներգրավեց այդ գործընթացի մեջ, այնտեղ սառեցվեց հիմա բանակցությունները լուծվելու է, չէ։ Նույնը մերն ու Ադրբեջանն էլ է, այնպես չի որ Ադրբեջանը ասեց ես ուժեղ եմ ու վերջես իմն է։ Բա որ Իրանն էլ ասեց ես էլ ուժեղ եմ, Ադրբեջանն է իմը։ Այսինքն այստեղից ենթադրում եք, որ այս գործող խաղաղության պայմանագիրը, որը Վաշինգտոնում է համաձայնեցվել, չի ստորագրվելու։ Թղթի կտոր է դա լինելու։ Ես նորից եմ ասում։ Իրավական ուժ չի ունենալու։ Իհարկե։ Ես նորից եմ ասում, իրավական ուժ այսօր ունի 4 երրակողմ։ Լավ է, վատ է, ցանկանում ենք, չենք ցանկանում, փաստը մնում է փաստ, ընդ որում ասենք կարող են, չէ, Հայաստանն ու Ադրբեջանը չեղարկել ինչ-որ ժանկ։ Փաստը մնում է փաստ, որ կա։ Չեղարկում չի եղել։ Անկամ 5 տարին լրանալուց հետո դա չարեցին։ Եվ Ռուսաստանն էլ որպես միջնորդ ու հաշտարար, այդ երաշխավորված խաղաղություն, որ ասում է, երաշխավորված նաև երաշխավորների մասն է, չէ։ Ուրեմն ուժեղ բանակ, լավ դիվանագիտություն, հա, բայց նաև երաշխավորներ եւ փաստաթղթեր իրավական։ Հիմա երաշխավորներից մեկը ունի 4 փաստաթղթի ներքո ստորագրություն։ Դա Ռուսաստանի նախագահն է, կա չէ՞ դա։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, թե երաշխավոր ենք բերում, ուրեմն Հայաստանը էլի դնում ենք թոկավազին գցած հորթի կարգավիճակում։ Դե բիսեդկի խոսակցություններին ես ինչքան կարող եմ Ազգային ժողովի կամ կառավարության շենքում է նման հայտարարություն անում։ Ինչ անենք։ Չալոշունն էլ որ տանես այդ շենքում, ասենք կեցված կարող է դրսևոր դրանից, բայց խոսքի կշիռը չի ուժեղանում։ Օրինակ հիմա Հայաստանը տնտեսական հարաբերություններ ունի պայմանագրերով, չէ՞։ Ցանկացած պայմանագիր վերպետական քո ինքնիշխանությունից որոշակի կորուստ է, վստահաբար, ընդհանուր խաղի կանոնների մեջ է, չէ՞ մտնում։ Դու հաշվում ես, որ ինչ որ բան ես կորցնում եմ, բայց ավելի շատ բան շահում եմ, ընդունում ենք։ Հիմա այսինքն եթե կա երաշխավոր, հիմա լավ, ախր շատ տրիվիալ բան է, էլի, հիմա ոնց որ ինձ ստիպում եք նորից կենցաղում երկու հոգի վիճում են, մեկը բարձում է հաղթում է մյուսին։
եւ ասում է բոլոր իմ պահանջները պիտի կատարես, որը սկզբունքորեն անընդունելի է։ Հիմա այս թույլը պարտվածը, որպեսզի պայմանները չկատարի, ինչա բերում է ավելի ուժեղի, որին ընդունում է, որի ուժի կարգավիճակը ընդունում է նաև հաղթող կողմը, չէ։ Եվ երաշխավորը այդ հաղթողի եւ պարտվածի միջև քիչ թե շատ տանելի հարաբերությունների ստեղծման դառնում է նոր եկած այդ ուժը, չէ, երաշխավորը։ Հիմա մենք պարտվել ենք եւ Փաշինյանը ասում է, չէ, մենք տրվում ենք Ալիևի ողորմածությանը։ Թող ինքը գնա տրվի իր տվիշների հետ։ Իրանք իրենց ամբողջ կենսագրությունը տվի չեն ըրգել։ Թող գնան տրվեն։ Նա թուրքական երրորդ դաշտային բանակը մի քանի 100,000 անձնակազմ ունի։ Թող հավաքվեն Բիրիքով ընտանիքներով, բան գնան տրվեն։ Էրզրումում կանգնած։ Կանգնած են, թող գնան տրվեն տվիշներով։ Պարտվող կողմը միշտ բերում է ինչ-որ մեկին, որի ներկայությամբ դու ամբողջովին կապիտուլյացիոն պայմանագրի չես ստորագրի։ Հիմա Ադրբեջանը ինչ-որ մեզ ասում է առանց միջնորդի, դա Ադրբեջանի պահանջն է, որպեսզի Հայաստանի օրվա իշխանությունը ստորագրի կապիտուլյացիա։ Վերջ։ Բոլոր կետերը այն ինչ-որ ասել է, դա կապիտուլյացիոն պայմանագրի հիմք է տալիս 300,000-ի վերադարձը, որը 1 միլիոն է, 5,000, 4,000 տարբեր տեղեր տարբեր թիվ է Ալիև ասել։ Անհետ կորած ադրբեջանցիների, որոնց հայերն են սպանել, մի 50,000 հայ հետախուզում քրեական գործեր հարուցում, ռեպարացիա փոխհատուցում 160 միլիարդ չես տալիս, չունես, տարածք ես տալիս, Սևանի կեսն ես տալիս։ Ռազմական տուգանք, պարտված երկիր ես, գումար պիտի տաս։ Եվ այդպես շարունակես, դա կապիտուլյացիա, բանակ պիտի չունենաս, բանակը թիմա կրճատվում է, ինչու է կրճատվում։ Ո մենք էլ իր նման բանը միաբջիջ պարզամիտներ չենք։ Բանակը կրճատում, ասում է ուժեղանում ենք։ Բանակը կրճատում, որտեղ Ադրբեջանի պահանջն է, վերջում էլ 5,000, 10,000 պայմանագրային է թողել, տակնել բան չի լինելու։ Շատ եք խոսել այս մասին։ Դե հիմա կյանքը սա է։ Հետաբար Փաշինյանը մնալու է իշխանության միայն մի բանի համար, ստորագրի կապիտուլյացիոն պայմանագիր, որն է իրական նախադրյալը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին ստեղծել Արևմտյան Ադրբեջան, վերջ։ Ալիևը խնդիր է տարածք ամբողջովին հայաթափելն է։ Մնացածը հեքիաթների դաշտից է։ Նույնիսկ ասում են Փաշինյանը, որ գնաց տավտոլոգիան մանկապարտեզում ասի, երեխեք ասել են հոպար դուրը փագի դրսից ու թռա այս ստախոս։ Չէ, հաստատ այդպես է։ Այսքան այնքան պարզ է ես, ինչու եմ ասենք այսպեսի զուգահեռներ, շատ պարզ է։ Այս մարդու ինքը հələ հիշեք այս մարդը 2020 թվականի հունիսին բանում Տաուշում երկու մարտական հենակետ ենք վերցրել։ Այս մարդը իրան մակեդոնացու կամ ասենք ելով կա Չինգիզ խանի տեղն էր դրել։ Նոր Սարդարապատից էր խոսում 74 հոգու մարտական խաչ Հերոսիկոչում Ժառանգելյան նախկիններից տարածաշրջանում ամենահզոր բանակը իր բառերն է։ Անկախության հռչակագիրը հանելուց չէր խոսում։ Արցախը Հայաստանն էր, իր կարկառում այսպես անկենսագրություն մարդիկ գնում էին Աղդամում Նուրեին ուտում նկարվում էին։ Սիրուն աղջիկների փոխարեն, դեռ աղջիկները պիտի նկարվեն, բայց իրանք էին իրենց այդ հոգեվիճակով էլ առաջարկանում։ Հետաբար ես ինչ եմ ուզում ասել, որ սա իրավիճակին սրան հարմարացել ինքը առավելագույն հարմարվող է։ Ասենք այդպես մի պատմություն կա։ Խորհրդային տարիներին անբարոյականությունը քրեորեն պատժել էր, դեպ ասեմ ձեզ։ Ճիշտ էր, սխալ էր, լավ էր, վատ էր, բայց այդպես էր։ Մի կնոջ, որը զբաղվում է անբարոյականությամբ, դատում են դատարանում, ձերբակալում են Տիկին Վարսիկին։ Ասում են դե պատմի էլի դատավոր հարցում են Տիկին Վարսիկին չես։ Ասում է դե անմարդ կին եմ, երիտասարդ եմ, հիմա տղամարդիկ մոտենում են, բոլորին մերժում էի։ Հետո տղամարդիկ ասում են ժլատ ես։ Ասում է այդ ժլատություն չեմ անում։ Քաղաքացի դատավոր, հիմա երբ որ ես այդ վարքով ապրում եմ, ես ժլատ եմ թե խղճով եմ։ Հիմա Փաշինյանը խղճով է, ով ուզում է տալիս է։ Դարձել է Տիկին Վարսիկին։ Տիպուկ էր օրինակը պարոն Նահապետյան։ Եվ հետաբար մեզ Վարսիկներ տվող պետք չեն։ Մեզ պետք է, այո, մենք պատերազմում պարտվել ենք, դա դաս է մեր սխալ պահվածքի համար, ասեմ քեզ հաղթանակից հետո մենք այդ հաղթանակի իրական արժեքը մեծ հաշվով չգնահատեցինք։ Խորքային առումով չգնահատվեց ցավոք սրտի։
Եթե ճիշտ գնահատենք, ոչ մի Ադրբեջանը, նույնիսկ 44 օրյա Ադրբեջանի բանակը չի հաղթի, այդքան կորուստներով հանդերձ։ Բայց քանի որ մեր գլխին բերեցին դրեցին մեկին, որը ի սկզբանե որոշված էր օգտի ստորագրի բոլոր պարտություններին, այդ մարդը անում է։ Վերջում էլ Հայաստանը պիտի լուծարի։ Այն ինչպես հին անեկդոտը ասում են, օթանավականը լույսերը վերջին 5 անջատի ու գնա։ Եվ այս իրավիճակում տեսնում ենք, որ նա պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներում է հայտնվում, այսպես մետրոյում մատեր թափ տալիս արցախցի կնոջ նկատմամբ, երեխայի ներկայությամբ ով իդեպ նաև հերոսի դուստր էր զոհված, նրան Արցախից փախածներ էր անվանում, հետո էլ Սուրբ Աննա եկեղեցու հայտնի միջադեպը անչափահասների մասնակցությամբ։ Ինչու է վերջինս պարբերաբար մարդամեջ դուրս գալիս, շատ լավ իմանալով, թե բնակչության կողմից ինչ ջերմ ընդունելության է արժանանալու։ Սադրելու։ Որն է խնդիրը։ Եվ իշխանություն ցույց տալու։ Օրինակ հիմա այդ երկու եղբայրներից մեկը երկու անցով կալանավորված չէ։ Մարդկանց մեջ վախ մտցնելու։ Գիտեք, վախկոտ մարդը, ես Թուրքիա օրինակը դաժանության պատական չբերեցի։ Վախկոտ անձնավորությունը դաժանա, քենախնդիր է, նենգա, սա տիպիկ թուրքի բնութագրիչ է, ազգային բնութագրիչ է։ Այդ բնութագրիչի կրողն է նաև Փաշինյան Նիկոլը։ Ինքը մտածում է իր չափանիշներով, հա, ժողովրդական լեզվով ասած իր արշինով է չափում։ Ասում է, թե վախացնեմ, մի քանի տեղ հուասեմ, մի քանի հոգու բռնեմ, մեկի սեփականությունը խլեմ, բոլոր կվախենան։ Չի ստացվում։ Առաջ կարող է ստացվում էր, հիմա չի ստացվում, որտեվ մարդիկ հասել են մի եզրագծի, որտեվ հասկանում են, որ եւս ներել, եւս զիջել մեծ հաշվով լինելու այն ինչ եղավ Արցախում մեր քույրերի եղբայրների նկատմամբ։ Այսինքն մենք այս երկիրը կորցնելու ենք, դավջան։ Մենք կարող ուղղակի, չգիտեմ, եթե այսպես գնանք, գաղթական դառնանք։ Արցախցիները գոնե գնալու տեղ ունեին, մենք դա էլ չունենք։ Շատ ճիշտ եք։ Վրաստանով էս դուրս գալու, Վրաստանում էլ 1 միլիոն մարնելու շրջանում ադրբեջանցի կա, գալու ճանապարհը փակի։ Լավ չփակեցին էլի դուրս են գալու, ուր են գնալու։ Փակի, ասելու այդ ունեցվածքը դու սիրուն աղջիկներին կանանց դու, քեզ էլ որոշում եմ սպանելու եմ, թե թողելու եմ գնաս։ Արգլիս իսկապես մեր լինելության խնդիր է, ես առանց գույները խտացնելու, սա 1918-ի Սարդարաբադի պատերազմն է, մեր լինելության խնդիրն է, բայց այն ժամանակ մեր երկրի ղեկավարությունը առավելություն ուներ, գիտեք ինչն էր, իրենք ժողովրդի հետ էին Թուրքի դեմ։ Մեր օրակարգն է սպասարկում։ Բայց հիմա մեր իշխանություն կոչվածը թշնամու հետ է, այսինքն մենք երկու ճակատով ենք կռվելու, մի հատ ներսում, որ հաղթենք, հետո նոր կարողանանք իշխանությունների հետ կազմակերպել, որ արտաքին թշնամուն հաղթենք։ Այսօր մեր վիճակը շատ ավելի ծանր է, ամենայն լրջությամբ եմ ասում, քան 1918-ին, որտեղ եթե իշխանությունը կոլաբորանտ է, սպասարկում է մեզ հաղթող պետության եւ երկու պետության ազգային պետական շահը, մենք այսօր երկու ճակատով ենք կռվում, եւ դա իրոք այդպես է։ Եվ պարոն Նահապետյան, վերջում շաբաթվա սկզբին ամերիկյան համալսարանն էր մի հայտարարություն տարածել, նշելով, որ իրենք անցնում են դասերի հեռավար ռեժիմի, քանի որ Իրանի կողմից համալսարանի տարածքը կարող է հարձակման թիրախ դառնալ։ Դուք որքանով եք կիսում այս մտավախությունը, արդյոք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ Իրանը Հայաստանի տարածքին, Երևանի կենտրոնին կհարվածի, Միացյալ Նահանգներին թեկուզ վնասելու նպատակով։ Եթե այդպես լիներ, Իրանը բացի Պարսից ծոցի երկրներից եւ ամերիկյան որոշ բազաներից շատ ավելի այլ երկրներ էլ կարող էր հարվածել։ Օրինակ Ուկրաինայի։ Ուկրաինայից անօթաչուների մասնագետներ, հոբ մասնագետներ գտնում են ծոցի երկրներում։ Էմիրատներ եկել են, երբ Զելենսկին գնացել էր, հետո բերել էր ոնց որ թե իմ կողմից նովել, հա, ես ձեզ օգնելու, Իրանը հարվածել էր։ Իմանալով, որ Ուկրաինայից են, ընդ որում Ուկրաինայի խեղկատակ եւ թմրամոլ ծաղրացու էլի շատ նման են, այս ծաղրացուները հատուկ մի ջերմոցից են դուրս գալիս։ Հայտարարել էր Իրանի դեմ իր կեցվածքը, շատ ագրեսիվ։ Հիմա ասենք, եթե Իրանը խնդիր ունի 4000 կիլոմետր իր հրթիռը թռչում է, չէ, փորձեր չէ, Հնդկական օվկիանոսում մի կղզի, որտեղ անգլո-ամերիկյան բազա էր։ Այսինքն 4000 կիլոմետր նշանակում է հիպերձայնային արագությամբ հրթիռը աշխատում։ Կարող է դա աշխատացնել այլոց վրա, այդ թվում նաև Հայաստանի։ Ասենք ինչու Հայաստանը, չէ, Հայաստանը Ադրբեջանի վրա չի կարող աշխատել, ինչա իրանց հետախուզություն չգիտի, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվում է իր դեմ գործողություն, իհարկե գիտի, այդ թվում նաև օթային։ Քարեր հավաքելու ժամանակը գալիս է ճիշտ ժամանակին։ Այնպես որ Ադրբեջանից պահանջներ ներկայացնելու պահը գա, Իրանը վստահաբար կսկսի ոչ այս վերջին դեպքերից, ոչ անցյալ տարվա հունիսի 12 օրվա ռազմական բախման, ոչ էլ հիմա կսկսի
Ռայիսի եւ Աբդուլխյանի մայց։ Գիտեք ասեմ ձեզ, եթե ավելի լուրջ նայենք։ Հիմա Հայաստանը այդ առումով անգամ ինչ խեղճ ու կրակ Նիկոլը ինչ անի։ Ասենք մեր Երևանում ամերիկյան դեսպանությունը, որ հետախուզական նորժագույն կենտրոն, ու Նիկոլի ժամանակ չի եղել։ Նիկոլը շատ մի թղթի կտոր Տրամպի ուղի աստորագրել, դնել կյանքի չկոչվեց, ինչպես ասում են, մուրազը փորում մնաց։ Նիկոլի 99 տարվա ինքնիշխան ապրելու ցանկությունը կապված այդ ուղու հետ ցնդեց, ինչպես ասենք, ինչ ասեմ, օծանելիքը որպես։ Հենց փչում ես մեծ հաշվով, որը ժամանակ հետո հոտը ցնդում է, չէ՞, հիմա այդ հեքիաթները ցնդեց։ Վստահաբար Միացյալ Նահանգները, երբ հեռանան Պարսից ծոցի երկրից, մերձավոր արևելքի շատ երկրներից, այդ թվում նաև Հարավային Կովկասից, այդ Տրամպի ուղի կոչված ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Ինչ Տրամպի ուղի, երբ որ այս տարածաշրջանում 3 գումարած 3 ձևաչափը պետք է աշխատի, վստահաբար ամենաճիշտ ձևաչափն է, եւ չեն կարող հաշվի չառնել ոչ Թուրքիայի գոյությունը, ասենք չկա այդպիսի պետություն, չունեն ազգային շահեր, ոչ էլ Ադրբեջանի, բայց համակեցությամբ եւ մեր իրավունքների առավելագույն պաշտպանությամբ պետք է չզբաղվի Եվրամիությունը, որտեղ Եվրամիությունը գալիս է քեզ ստիպում է 22 հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել կամ Արցախը տալ Ադրբեջանին։ Այս է Եվրամիությունը։ Կամ ԱՄՆ գալիս է Տրամպի ուղիաստեղծում, որովհետեւ այդ տարածքը նաև օգտագործի Իրանի դեմ սպասվելիք պատերազմի։ Այդքան բան։ Հիմա գտնում եք, որ չափազանցված է այս մտավախությունը առնվազն այս պահի դրությամբ։ Դե ամերիկյան համասան ինչ հարվածի լավ է։ Էլ Իրանը բան ու գործ չունի, հիմա այս խեղճ ու կրակ ամերիկյան համասանին հարվածի։ Ու այդ դեպքում ինչի են տարածել այս հայտարարությունը նպատակը։ Տարբեր նպատակներ կարող է լինել։ Կրկին վախեցնել, որ Իրանը բոբոյա, այդ տեսեք Իրանը մեր տարածք կառավարվածի, կամ ԱՄՆ-ի ղեկավարությանը անուղակի միջնորդավորված ասի, տեսեք ես ինչ ճնշման տակ եմ, այնց որ ինձ այն շատ բան պահանջեք Իրան ցանկացած բան կարող են հարվածի։ Ավելի շատ գումար տվեք։ Փող վերջին հաշվով այդ առումով Փաշինյանն ու Զելենսկին իրար շատ նման են։ Ես այդ երկուսին գիտեք ինչ եմ ասում, այդպես իրանց կեցվածքով։ Քաշային կարգով չէ, բայց կեցվածքով Տրամպիկ եմ ասում։ Երկուսն էլ Տրամպիկ են։ Նրա վերջնարդյունքում բոլոր խոսակցությունների վերջնարդյունքում փողն է, բայց ուղղակի տրիլիոններ, միլիարդներ։ Սրանց ասենք միլիոններ էլի։ Թե ոնց որ թե Զելենսկին այն 90 միլիարդը չի ստանա։ Որտեղ Ուրսուլա ֆոն դեր Լայն եւ Կայա Կալասի հետ Պեկան 3 են կարծեմ եկել։ Կիև այս մեղմ ասած ասին այդ 90 միլիարդը ջրեք։ Հա, սրանցն էլ մեր կոպեկ էլի ավել կպցնենք մի երկու առանձնատուն, մի 3 դղյակ, մի քիչ բիզնես, մենք մեզ լավ զգանք, ասենք, այս կյանքում այդպես ինչ որ բանի հասել ենք։ Գիտեք ոնց սկզբունքորեն այսօր Հայաստանում իրականում պայքարա գնում երկու տեսակի միջև։ Այդ մի տեսակը նշել որակում էր որպես ազգի տականք։ Ուրեմն տականքի համար գոյություն չունի պատիվ, արժանապատվություն, հավատ, եկեղեցի, Աստված, հայրենիք, չկա այդպիսի բան։ Կա նյութ եւ օրվա 24 ժամ իր մարմինը այդ գրգիրները նյութով տիստանա եւ փառասիրություն։ Հիմա մեծ հաշվով խորքային առումով մեր երկրի ներսում գնում է չհայտարարված, բայց պատերազմ, այդ երկու տեսակների։ Մարդը, որ իր կյանքի իմաստը ծառայությունն է, իր ծնողներին, իր մայր հայրենիքին, իր հայր Աստծուն, արարքներով է գնահատվում այդ մարդը, ոչ թե խոսքերով, որտեղ հիմա նայում ես իշխանության ներկայացուցիչները սկզբունքորեն առանց կենսագրության, իսկ առանց կենսագրության նշանակում արարք չես արել, էլի, այդպես ընդհանրապես չես եղել, եղած չեղած մի հաշվով ես։ Պատերազմի Արցախի վտանգի ժամանակ չես գնացել պաշտպանել, հետո էլի չես գնացել, ընդհանրապես գրել ես, զազրախոսել ես, նենգություն ես արել, ստախոսություն ես արել, 2 կոպեկ աշխատել ես, նույնիսկ դա չես օգտագործել։ Բա մարդը տասնյակ հազարավոր դոլարներ իր չվաճառվող թերթից գումար ստանա ու ապրի այն բնակարանում, որ նկարել էր։ Այսինքն այդ փողերը երևի զուգանում արտակնոցում նստած հաշվում, ասում է, այսինքն հարուստ տղա է, բայց երբ որ նայում ես տան պատերին, ասենք տխուր է, էլի։ Հիմա իրենք էլ այդպես արտակնոցում միլիոններն ու միլիարդները պետք է հաշվեն, այդպես չի լինում։ Իրենք պատմության մեջ իրենց ժառանգներին, այն ժողովրդին, որի զավակն են, արդեն անունը թողել են։ Ըստ մարդիկ այդ խարանը կա, իրենք չեն էլ կարող ջնջել։ Եվ հետաբար իրենք երկու ընտրություն ունեն, կամ ինչպես ասում են, հագնում են շշին կամ ասեղին, այսինքն դառնում են պրոֆեսիոնալ հարբեցող կամ թենամրով,
Կամ էլ վերջին արդյունքում այս ներքին հակասությունների արդյունքում քանի որ վախկոտ են, բայց թմրամիջոցի կամ խմիչքի ազդեցության տակ կատարում են ամենամեծ մեղքերից մեկը ինքնասպանություն, որ չի կարելի, հա։ Նման կոչ չանենք։ Նման կոչ չանենք։ Չէ, ես սկզբունքորեն հակառակն եմ ասում, որ նման բան չի կարելի, մարդս մեղավոր է, մեկը մեծ մեղք կա գործում, շատ մեծ մեղք գործող անձը խաչվելուց Հիսուսին ճանաչեց որպես Աստծո Աստված եւ հայտնեց այնտեղ որտեղ պիտի հայտներ։ Ուզում ասեմ ամեն մարդուն հնարավորություն տրված է ուղղակի փաշճան հետ կապված այսպես մի քիչ թերահավատ լինենք, բայց իր շրջապատում կան տասնյակներ, հարյուրներ, որոնք իսկապես այդ սխալները կարող են ուղղել։ Առավելս որ դրանց մի մասը նաև մասնագետներ են։ Իսկ ցանկացած նորմալ պետության մասնագետներ պետք է այս կամ այն ձևով էլի հիմա սխալվել են, սխալների համար որոշակի պատասխանատվություն կրեն ապագայում, բայց որպես մասնագետներ պիտի ծառայեն ու աշխատեն։ Այսինքն աշխատանքով քավեն սխալները, եթե լուրջ մեծ սխալներ չեն արել, որ եթե ունեն այդ ցանկությունը։ Եթե ունեն։ Դե հիմա ես էլ այս մեր զրույցի իմաստը նաև մոտապես նաև դա է էլի, որ քիչ ավելի լուրջն են այս ամեն ինչին այն։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Կհանդիպենք։